Ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության խոսույթը Ալիևի շուրթերին Հայաստանի համար անվտանգային ինչ ռիսկեր է առանձնացնում մեր երկրի արտաքին հետախուզության ծառայությունը։ Անհնար է ընդունել Եվրամիության չափանիշները մնալով ԵԱՏՄ անդամ, Լավրովի հիշեցումը Հայաստանին, ընտրություն կատարել երկու կառույցների միջև։ Ունենալ ստեղծարար տնտեսություն, արտադրություն, որ կզարգացնի երկիրը, մեր ձևով շարժման տնտեսական ծրագրի 5 քայլերը, որ կտանեն դեպի ուժեղ Հայաստան։ Գործերը քննել գրավոր, գործադիրի առաջարկը վերաքննիչ դատարաններին ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Ով ինչպես է աղտոտում օդը եւ արդյոք պատժվում է, բնապահպանական տեսչությունը հաշվել է բնությանը հասցված վնասը։ Հայկական հեռուստաեթերի առաջին վառ շիկահերը, որ ծիծաղ, ժպիտ, սեր ու անսահման հումոր պարգևեց, Զարա Արամյանը ընդամենը 55 տարեկան էր։ Պաշտպանեք ձեր WhatsApp հաշիվները, ոստիկանության զգուշացումը, զգոն եղեք, հաշիվներից զանգվածային գողություններ են։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Բաքուն ոչ միայն չի նվազեցրել Արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ դրան ուղեկցող գործողությունները, այլև էականորեն ակտիվացրել է քարոզչությունը, ինչը ռիսկեր է ստեղծում մեր երկրի անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է մեր երկրի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցը, որում նշել է, սակայն, որ ռազմական էսկալացիան անհավանական է։ Երևան-Բաքու հարաբերություններից այսօր Դավոսում խոսել է Ալիևը, նա ասել է, որ այդ հարաբերությունները վերածվում են համագործակցության, Ադրբեջանից նավթամթերք է գալիս Հայաստան։ Ալիևը սակայն չի մոռացել հիշատակել, որ ներկա դարաշրջանում իրավիճակը կառավարվում է ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայությամբ։ Տարածաշրջանում Հարավ-Կովկասի խաղաղության օրակարգը թելադրող Ալիևը առիթը բաց չի թողել եւ Եվրանյուզին տված հարցազրույցում խոսել է ուժի կիրառման գերակայության մասին։ Ալիևն ուզում է ասել, որ եթե տարածաշրջանում իր թելադրանքով խնդիրները չլուծվեն, կդիմի ուժի կիրառմանը։ Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան։ Իրավիճակը կառավարվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ ուժի։ Մենք դա կարող ենք տեսնել աշխարհի տարբեր մասերում։ Ռազմական փորձագետներն են նկատում, նույնիսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթին քավոր կանգնած Թրամփը, որ օրնիբուն թմկահարում է, թե աշխարհում պատերազմներ է կանխում, հենց ինքը այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ ունի։ Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ հվում է տալիս իր զինված ուժերին ամենամարտունակ բանակ ունենալուն եւ որոշ պետությունների նկատմամբ ունի տարածքային նկրտումներ։ Իսկ ահա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը արտաքին հետախուզության ծառայությունը կարծես թե լավատես է։ Նրանց այս տարվա զեկույցում օրինակ նշվում է, թե Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնության արդյունքներով այս տարի ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Նշված եւ ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Միևնույն ժամանակ, սակայն, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը առաջ է մղում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները, որոնք ըստ զեկույցի առաջացնում են ռիսկեր։ Դատելով Ալիևի եւ իր վարչակազմի խոսույթից, նրանք դեռևս Հայաստանի Հանրապետությունից ունեն ակնկալիքներ։ Ալիևը նաեւ կարմիր գծով այսպես տանում է, որ այդ բնակավայրերը չունեն այն անվանումները, որոնք որ հիմա կան հայահուն անվանումներ են, այսինքն ինքը ամբողջությամբ տեղավորում է այն կոնցեպտի մեջ, որ նաեւ այս Հայաստանը, որը հիմա կա գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, դա ադրբեջանական է եւ պետք է հայերը ըստ Ալիևի համակերպեն այդ մտքի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Այնուամենայնիվ արտաքին հետախուզության ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան Ադրբեջանի
ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Մյուս կողմից արտաքին հետախուզության ծառայության դիտարկումների համաձայն շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանին։ Ադրբեջանը երրորդ պետության դեմքով նկարտումներ ունի նաև Իրանի տարածքների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը երևում է նաև Հայաստանի հետ սահմանին իրականացվող աշխատանքներում։ Բաքուն այդ հատվածներում տեղակայում է այնպիսի զինտեխնիկաներ, հեռահարությունը 50-ից 60 կիլոմետրի է հասնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Փաշինյանը ճանաչվել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Երևանում հյուրընկալելով մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին եւ մրցանակի հանձնաժողովի անդամ Եվրախորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելին, Փաշինյանը ասել է, որ գիտի, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է։ Մենք կիսում ենք այս մրցանակը, դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է, ասել է Փաշինյանը։ Նրան է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք Զայեդի մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։ Փաշինյանը ընդունել է նախագահ Թրամփի պաշտոնական հրավերը միանալու խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ։ Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը։ Իդեպ, Թրամփը հրավեր է ուղարկել նաև Պուտինին, Կրեմլից Ռոյթերսին հայտնել են, որ Մոսկվան ուսումնասիրում է առաջարկը, ավելի վաղ Բլումբերգը գրել էր, որ Թրամփի վարչակազմը խնդրում է խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն $1 միլիարդ։ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը ըստ Ռուսաստանի արտգործնախարարի անհետևանք չի անցնում, քանի որ հենց Եվրամիությունն է անընդհատ անդրադառնում Ռուսաստանի կողմից ստեղծված հիբրիդային սպառնալիքներին եւ ֆինանսավորում տրամադրում այդ ջանքերին։ Վերջերս Հայաստանին տրամադրվեց 15 միլիոն եվրոյի տրանշ եւ ես կասկած չունեմ, որ Բրյուսելը կստիպի մեր հայ ընկերներին վաստակել յուրաքանչյուր ցենտը, ասել է Լավրովը։ Նա շեշտել է, թե հայ ժողովուրդը եւ ղեկավարությունը պետք է ընտրություն կատարեն ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ, քանի որ ըստ նրա անհնար է ընդունել Եվրամիության չափանիշները մնալով ԵԱՏՄ անդամ։ Լավրովն ասել է, որ դա անհնար է ոչ միայն առևտրի եւ ներդրումային կարգավորումների տարբերությունների, այլև այն պատճառով, որ պարտադրվում են եվրոպական չափանիշներ։ Քաղաքագետները սակայն համարում են, որ տարածաշրջանում ազդեցության գոտիների առնչությամբ գերտերությունները արդեն ունեն պայմանավորվածություններ։ Եթե մենք մտնում ենք ավանդական, այսինքն այն արտաքին քաղաքականությունը, որը վարել ենք, ինչը բնորոշվում է դառնալ գերտերությունների միջև հակասությունների, այսպես անկյունաքարային կենտրոն, բնականաբար այս պարագայում մեծանալու է մրցակցությունը հիմնական դերակատարների, ու դա վստահաբար մեզ համար դրական սցենար չի։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ունենալ ստեղծարար տնտեսություն, արտադրություն, որ կզարգացնի երկիրը, մեր ձևով շարժման տնտեսական ծրագրի 5 քայլերը, որ կտանեն դեպի ուժեղ Հայաստան։ Գործերը քննել գրավոր, գործադիրի առաջարկը վերաքննիչ դատարաններին ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Ով ինչպես է աղտոտում օդը եւ արդյոք պատժվում է, բնապահպանական տեսչությունը հաշվել է բնությանը հասցված վնասը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ֆրանսիան մերժել է խաղաղության խորհրդին անդամակցելու Թրամփի առաջարկը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ Մակրոնը չի միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին, Թրամփն ասել է, որ եթե Մակրոնը դիմադրի, ինքը 200%-անոց մաքսատուրք կսահմանի ֆրանսիական գինիների եւ շամպայնների նկատմամբ, եւ այդ դեպքում նա կմիանա, բայց դա անհրաժեշտ չի լինի, որովհետեւ շուտով Մակրոնը կհեռանա, ասել է Թրամփը։ Նա նաեւ իր սոցիալական էջում հրապարակել է Մակրոնի իրեն ուղղված նամակը, Մակրոնը գրել էր. Սիրիայի հարցում լիովին կարծիք ենք, Իրանի շուրջ կարող ենք մեծ գործեր անել, չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ ենք անում։ Մակրոնը առաջարկել է Փարիզում G7 հանդիպում կազմակերպել Դավոսից հետո հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին եւ ռուսներին։
Եթե Դոնալդ Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, Եվրամիությունը կպատասխանի անզիջում, միասնական եւ համաչափ քայլերով, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ։ Նրա խոսքով արկտիկական անվտանգությունը կարող է ապահովվել միայն միասին, ահա թե ինչու լրացուցիչ մաքսատուրքերը սխալ են, հատկապես վաղեմի դաշնակիցների միջև, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Հրաժարական է ներկայացրել Բուլղարիայի նախագահը, որ 2016-ից ղեկավարում է երկիրը։ Ռոմեն Ռադևը հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Ըստ Reuters-ի Ռադևի հայտարարությունից հետո լուրեր են տարածվել, որ նա մտադիր է ստեղծել սեփական կուսակցությունը եւ մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը վերջին 4 տարում թվով 8-րդը կլինի։ Անցած տարի կառավարությունը հրաժարական տվեց հարկերի բարձրացման դեմ բռնկված բողոքի ցույցերի պատճառով։ Սիրիայում չի հաջողվել համաձայնության հասնել կառավարական եւ քրդական ուժերի միջև։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շաարայի եւ սիրիացի քրդերի ռազմական առաջնորդ Մազլում Աբդիի միջև Դամասկոսում կայացած բանակցությունները ավարտվել են լիակատար տապալմամբ, հաղորդում է AFP գործակալությունը։ Սիրիայի կենտրոնական կառավարությունն ու երկրի հյուսիսային բնակվող քրդերի ներկայացուցիչները բանակցում էին վերաինտեգրման համաձայնագրի իրագործման ուղիների շուրջ, որի համաձայն սիրիացի քրդերի զինված ստորաբաժանումների մարտիկները պետք է մաս կազմեին կառավարական բանակին։ Վերադառնանք Հայաստան, զարկ տալ արտադրությանը, ստեղծել 300,000 աշխատատեղ, փոքր բիզնեսը ազատել հարկերից։ Մեր ձևով շարժուման ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի քայլերը, որ կտանեն դեպի ուժեղ Հայաստան։ Պետք է ունենալ ստեղծարար տնտեսություն, ասել է շարժման համակարգողը, պնդել, որ կարող ենք դառնալ անգամ նավթ ու գազ արտադրող երկիր։ 5 քայլ, որ իրական փոփոխություն կբերի յուրաքանչյուր ընտանիք, դրական ազդեցություն կունենա բոլոր քաղաքացիների կյանքի որակի վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի թիմը ներկայացնում է Հայաստանի տնտեսական զարգացման իր տեսլականը, առանցքային փոփոխությունները, որոնց միջոցով լուծելու են մեր առջև ծառացած խնդիրները։ Շնորհանդեսին միանգամից են խոստանում, ծրագրերը միայն թղթին չեն մնալու, իսկ առաջին քայլով ամրագրել են Հայաստանում ստեղծելու են 300,000 նոր աշխատատեղ։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Էներգակիրները, բենզինը, դիզելն օրինակ մեր երկիր ներմուծվող ապրանքների ցուցակի առաջին շարքից են։ Կարապետյանի թիմն առաջարկում է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարան, ինչպես Նարեկ Կարապետյանն է ձևակերպում, մինչև 2 անգամ ավելի էժան գնով հում նավթ կբերենք, կվերամշակենք։ Այսպես գործարանը տարեկան մինչև $500 միլիարդ շրջանառություն կարող է ունենալ ըստ նրա։ Առաջարկ ունեն նաև ներմուծվող գազի հետ կապված։ Հիմա կասեք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Մենք համարյա $500 միլիարդ մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն, մեզ տա գազ։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Հարևան Իրանից մինչև Չինաստան Նարեկ Կարապետյանը կոնկրետ թվերով է խոսում։ Չինաստանում արտահանման ընկերություն կա, այդ երկրի արտադրած սարքավորումներով գործարան ցանկանաս հիմնել, մինչև 70% կֆինանսավորեն, ասել է, թե աջակցության ձեռք կմեկնեն։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30% այս բյուջեի կլինի մոտավորապես 80-ի կարգի։ Ինչ է անելու պետությունը այստեղ։ Մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման, պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է եւս ներդրում 15%-ով։ 15% ընդամենը ներդրում անելով։ Պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Եվ այսպես քաղաք-քաղաք, գյուղ առ գյուղ կլուծվի գործազրկության խնդիրը, վստահ է Կարապետյանը։ Ծրագրեր ունեն նաև փոքր ու միջին բիզնեսների համար։ Առաջիկա ամիսներին հանրությանը կներկայացնեն, թե ում են առաջարկում ազատել հարկերից։ Բոլորը պետք է իմանան ու օգտագործեն հնարավորությունը զբաղվելու ձեռներեցությամբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Ովքեր են ամենաազդեցիկ 100 առաջնորդները, որոնք առանցքային դեր են ունեցել պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացման գործում։ A-Political հարթակը հրապարակել է 2026-ի ցանկը, հեղինակավոր այս ցանկում Սպիտակ տան ղեկավարի խորհրդականի և Ֆրանսիայի պետնախարարի անունների կողքին տեղ է գտել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի անունը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդգրկվել է միջազգային հեղինակավոր A-Political հարթակի կողմից կազմված Government AI 100 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացման ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։ A-Political-ի գնահատմամբ Մխիթար Հայրապետյանը առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի ձևավորման գործում։ Հարկավոր են նոր ենթակառուցվածքներ, AI սուպեր համակարգչային կենտրոններ, նոր ավելի ու ավելի շատ GPU-ներ։ Առանձնացվում է նաև նախարարի հետևողական մոտեցումը արհեստական բանականության գրագիտության հարցում, դպրոցներում և բուհերում արհեստական բանականության կրթության համակարգային ներդրման առաջարկը, դիտարկելով որպես ապագա մասնագետների կարողությունների զարգացման կարևոր ուղղություն։ Մենք ապրում ենք ըստ էության հեղափոխական և չափազանց շրջադարձային դարաշրջանում։ Շրջադարձային դարաշրջան, որը առանձին դեպքերում երբեմն թվում է, թե մենք ամբողջությամբ չենք դիտարկում։ A-Political հարթակի ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդականը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարարը, Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի կիրառությունների պետական նախարարը, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարարը։ Ցանկը ձևավորվել է բազմափուլ գնահատման և ընտրության գործընթացի արդյունքում, ընդգրկելով այն պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը և գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Որպեսզի թեթևանա վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, նաև գործերի քննության ժամկետները կրճատվեն, Արդարադատության նախարարությունը առաջարկում է վարչական վերաքննիչին հնարավորություն տալ գործերը քննել գրավոր ընթացակարգով։ Միայն բացառիկ դեպքերում և այն էլ դատարանի պատճառաբանված որոշմամբ հնարավոր կլինի նիստ հրավիրել։ Սրանից զատ պատասխանատուները առաջարկում են նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեմ մինչև 300,000 դրամին վերաբերող վճիռները բողոքարկելու հնարավորությունը սահմանափակել։ Պետությունը հրաժարվում է բողոքարկման իր իրավունքից։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերաքննիչ վարչական դատարանում 2024 թվականին ներկայացվել է 8748 բողոք, որից 2877-ը վերաբերում են դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերին։ Հետաքրքիրն այն է, որ այս բողոքներից 80%-ը բերվում են հենց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Եվ այն դեպքում, երբ շուրջ 65% դեպքերում դրանցով սահմանված այդ տուգանքներով սահմանված չափը չի գերազանցում 25,000 դրամ։ Աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային կնքելու որոշումը քաղաքացիներին կրկին անձնագրայինների դուռն է հասցրել, որտեղ հերթեր են։ Մինչև ապրիլ-մայիս պիտի սպասեն, որ էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացման կարտեր ձեռք բերեն։ Ինչ անել, եթե աշխատանքը հենց հիմա է անհրաժեշտ, պայմանագրի կնքումն էլ արդեն էլեկտրոնային է։ Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժը։ Գլխացավանք է դարձել աշխատանքի ընդունվելը, քանի որ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, թվային հարթակի միջոցով։ Նոր կարգավորումը ըստ պաշտոնյաների նպատակ ունի պարզեցնել գործընթացը եւ նվազեցնել ստվերային զբաղվածությունը։ Աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում է նոր ակտիվանում կոճակը գրանցման հայտ տալու համար եւ գրանցման հայտ տալուց էլ որպեսզի գործատուները կրկնակի հավելյալ աշխատանքներ չկատարեն, աշխատանքային պայմանագրի բովանդակությունից է գեներացվելու գրանցման հայտը։ Էլեկտրոնային պայմանագրի համար նոր աշխատանքի ընդունվողները պետք է պարտադիր ունենան էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան նույնականացման քարտ, որի ստանալու հերթերը Երևանում հասնում են մինչև ապրիլ-մայիս։ Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով, եթե հունվարի 1-ից սկսած մարդ որոշի որևէ նոր տեղ աշխատանքի ընդունվել, ապա այդ խնդրի առջև կկանգնի, եթե չունի
ունի էլեկտրոնային ստորագրություն։ Տեխնիկական խնդիրներ ընթացքում եղան, իհարկե, կապված թվային պայմանագիրը գեներացնելու հետ, հատկապես եթե նոր է կնքվող աշխատանքային պայմանագիր է, բայց ճիշտ ասած մենք անմիջապես կապվեցինք պետք մասնագետների հետ, ովքեր հենց այդ ընթացքում էլ եթե կային որոշ բաներ շտկում էին, հատկապես կապված էր հիմնական նրա հետ, որ նաև աշխատանքային պայմանագրերը եւ թվայնացնում են միանգամից համակարգը ինքը պայմանագրի համարներ էր նշում, որը չէր համընկնում իհարկե պայմանագրի հետ եւ այլն։ Մասնագետների խոսքով էլեկտրոնային պայմանագրերը խնդիր կարող են լինել նաև այն բիզնեսների համար, որոնք չունեն թվային գրագիտություն։ Նաև կարևոր է տվյալների անվտանգության խնդիրը, որի պաշտպանվածությունը պետք է լինի գերակա։ Արմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարն ասում է, հայտարարագրերի նույն պատմությունն է քաղաքացիների համար, ովքեր էլեկտրոնային ստորագրության պատճառով գլխացավանքների մեջ են ընկել։ Մենք ահազանգեր ենք ստանում, երբ դեռևս նույնիսկ դեկտեմբեր ամսին շատ տեղերում գործատուները աշխատողներին ասում էին, որ եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա ձեզ հետ կլուծենք աշխատանքային պայմանագրերը։ Բնականաբար նման պահանջը իրավաչափ չէ, քանի որ ինչպես արդեն ասացի, աշխատանքային պայմանագրեր թվայնացնելու հնարավորություն գործատուները ունեն ամբողջ տարվա ընթացքում։ Այնինչ պաշտոնյաները հավաստիացնում էին, որ հունվարի 1-ից համակարգը պատրաստ կլինի մեծ հոսքին։ Թվայնացումը անխուսափելի է, սակայն մասնագետները վստահ են, անցումային փուլում անհրաժեշտ է ապահովել հասանելի լուծումներ, որպեսզի նոր կարգավորումները չվերածվեն աշխատողների եւ գործատուների համար լրացուցիչ խոչընդոտի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Բնապահպանական տեսչությունը ամփոփել է 2025-ի տվյալները, 24 միլիարդ դրամի վնաս է հասցվել բնությանը։ Ամենամեծ եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներից է օդի աղտոտվածության հարցը, ովքեր եւ ինչպես են այն աղտոտում, արդյոք պատիժ կրում են եւ ինչպես հասնել խնդրի լուծմանը։ Արմեն Նաթալյանի ռեպորտաժը։ Նախորդ տարվա ոչ քաղաքական ամենակննարկված թեմաներից մեկը հավանաբար օդի աղտոտման խնդիրն էր։ Ով է աղտոտում, ինչու է աղտոտում, ինչպես է աղտոտում, վտանգավոր է, վտանգավոր չէ, հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը այդպես էլ հստակ չի ստացել։ Միջազգային կառույցներն արտահայտում են իրենց մտահոգությունը, տեղական պետական մարմինները լավատեսական հայտարարություններ անում, բայց դրանից չի փոխվում զգացողությունը, որ վատ օդ է շնչում։ Իրավիճակը ես գնահատում եմ բավարար, ոչ վատ։ Երևան քաղաքում մենք 225 չափագրում ենք իրականացվել, ընդամենը 5 անգամ գերազանցում նորմայից եղել է 5 դեպքով եւ 20-25 դեպքով եղել է մինչեւ 5 անգամ գերազանցում, իսկ մնացած դեպքերում մենք գերազանցում չենք արձանագրել։ Իրավասու մարմինը տարվա ընթացքում ստուգումներ է իրականացրել հանրապետության տարբեր հատվածներում, ֆիքսել է օդի աղտոտման բազմաթիվ դեպքեր։ Խնդիրը սակայն դժվար թե լուծվի պլանային ստուգումներով եւ ընդունված մոտեցումներով։ Քաղաքներում եւ քաղաքամեծ տարածքներում արտադրական գործունեություն ծավալող մեծ ու փոքր օբյեկտների մեծ մասն օրինակ տարվա այս սեզոնին օգտագործում են մեքենայի այրված յուղ կամ աղացած անվադող ջեռուցման համար։ Դա օդի աղտոտման երաշխավորված աղբյուր է։ Մոնիտորինգ պիտի արվի իրավիճակի։ Տեսնենք, թե շրջապատում Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես նաև Երևանում եւ մերձակայքում ինչպիսի ձեռնարկություններ են աշխատում եւ ինչպես են աշխատում։ Ես կարծում եմ, որ տեսարան է ամբողջ խնդրի։ Տեսչական մարմինը չունի։ Դա է պատճառը, որ տեղին ամեն ինչ չի ստուգվում, չեն գնում այնպեսի տեղեր, որոնք կարիք ունեն ստուգման։ Այս տվյալները ֆիքսվել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեղադրած սարքերի միջոցով։ Դրանք ճշգրիտ են։ Երևի մասամբ, քանի որ առաջիկայում Երևանում տեղադրվելիք նոր տեխնիկան ըստ Մարտիրոսյանի ավելի ճշգրիտ տվյալներ կփոխանցի իրենց։ Երկու կայաններ են տեղադրվում այս պահին, բավականին թանկարժեք կայաններ են ընդ որում, եթե չեմ սխալվում, երկուսը միասին մոտ 300 միլիոն դրամի մասն է խոսքը, Ճապոնիայի կառավարության հետ համատեղ աջակցությամբ, երբ որ մենք այդ կայանները կունենանք եւ ճշգրիտ տվյալներ կունենանք, նաեւ կկարողանանք հասկանալ, թե իրականում ինչն է ինչքան է աղտոտված մեր մթնոլորտը, աղտոտված է թե աղտոտված չի։ Օդի մաքրությունն ապահովելու համար պետք է պայքարել դրա աղտոտման դեմ, եւ այդ պայքարը հստակ գործողություններ է ենթադրում։ Անհրաժեշտ է նաեւ թթվասնի աղբյուր ծառերն ապօրինի հատողների ձեռքը բռնել։ Ենթադրվում է, որ այս ոլորտում դրական դինամիկա կա, համենայն դեպս վիճակագրության համաձայն։ Ապօրինի ծառահատումներով մենք ունենք դրական դինամիկա։ Եթե 24 թվականին մենք արձանագրել էինք 13013 հատված ապօրինի ծառ, ապա 25 թվականին
Մենք արձանագրել ենք 11852 հատված ծառ։ Մյուս կողմից էկոակտիվիստներն ահազանգում են անտառաշատ տարածքներում լայնածավալ անտառհատումների մասին։ Դրանք մասամբ հաստատվում են համացանցում երբեմն տարածվող արբանյակային լուսանկարներով, որոնք ցույց են տալիս այս կամ այն հատվածում անտառի նոսրացման փաստը։ Հույս կա, որ նոր էկո-պարեկային ծառայության շնորհիվ գոնե առաջիկայում հնարավոր կլինի նվազեցնել անտառհատումների ծավալները։ Այդ հաշվարկները, որ ներկայացնում է տեսչական մարմին, դա մոտավոր շատ մոտավոր հաշվարկներ են։ Այնպիսի մարդիկ պիտի աշխատեն այդտեղ եւ այնպիսի քանակությամբ, այնպիսի տեխնիկական միջոցներով, որպեսզի կարողանա ֆիքսեն, թե որտեղ ինչքան ծառա կա տրվում։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով 2025-ի ընթացքում ընդհանուր առմամբ պետությանը մոտ 24 միլիարդ դրամի վնաս է պատճառվել, որը հասցվել է հանրապետության տարածքում շրջակա միջավայրին, եւ դա գրեթե 300% ավելի է 2024-ի ցուցանիշից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք հոգեկան առողջության խնդիր ունեցողներին հնարավորություն կտան առավել արդյունավետ մասնակցել իրենց վերաբերող վարույթներին։ Նախագծով առաջարկվում է, որ նման անձանց համար արտագնա դատական նիստերը կարող են անցկացվել համապատասխան հոգեբուժական կազմակերպություններում, եթե նրանց ներկայությունը դատարանում անհնարին է։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է նաև սեղմ ժամկետներում քննարկել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու եւ անվտանգության միջոցների կիրառման հարցերը։ Նշվում է, որ դա հնարավորություն կտա դատավորին անմիջապես ծանոթանալ անձի հոգեկան վիճակին եւ անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան որոշումներ։ Փոփոխությունը բացասական չի, եթե բոլոր երաշխիքներով գործընթացն ապահովված լինի, պաշտպանի պարտադիր մասնակցություն եւ այլն, որտեղ անվտանգության միջոցը ինքը ենթադրում է անձին հարկադրաբար հոգեբուժական հաստատությունում տեղավորել, որը ուղիղ կապված է անձի սահմանադրական իրավունքների եւ հատկապես ազատության հետ։ Պետությունը ուղղակի որպեսզի այդ գործիքները արդյունավետ աշխատասի, նախ պետք է հանրային պաշտպանների քանակ ավելացնել, գերծանրաբեռնվածությունը ցույց չի տալիս, որպեսզի նրանք մասնակցություն ունենան։ Կրկին դադար եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Պաշտպանեք ձեր WhatsApp հաշիվները, ոստիկանության զգուշացումը զգոն եղեք հաշիվներից զանգվածային գողություններ են։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը, ավելին հաջորդ թիվ։ Արշին բանկը արդեն IT hub ունի։ Մասնագիտացված մասնաճյուղը կդառնա բանկի առանցքային տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ մշակվելու են օնլայն եւ մոբայլ բանկինգի առաջատար լուծումները համապատասխանեցնելու համաշխարհային ստանդարտներին։ Արշին բանկը շարունակում է հետևողականորեն ներդրումներ կատարել տեխնոլոգիաների եւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, ամրապնդելով իր դիրքը որպես Հայաստանի ֆինանսական սեկտորի թվային զարգացման առաջատարներից մեկը։ Տեղի ունեցավ Արշին բանկի մասնագիտացված IT hub-ի պաշտոնական բացումը, որը նորեջ կդառնա բանկի թվային տրանսֆորմացիայի գործընթացում։ Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների գրասենյակը նպատակ ունի զարգացնել բանկի թվայնացման ուղղությունը, խթանել նորարարական լուծումների եւ պրոդուկտների մշակումը, ինչպես նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր բարձր որակավորում ունեցող IT մասնագետների համար։ IT hub-ը կդառնա բանկի առանցքային տեխնոլոգիական կենտրոնը։ Այստեղ կմշակվեն մոբայլ եւ օնլայն բանկինգի լուծումներ, վերլուծական եւ ավտոմատացված հարթակներ, տվյալների մշակման համակարգեր, PMZ եւ ներդրումային ուղղվածության թվային պրոդուկտներ, ինչպես նաև ներքին ծառայությունների ավտոմատացման գործիքներ։ 140 աշխատատեղի համար նախատեսված տարածքը նախագծված է աշխատակիցների հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը հաշվի առնելով։ Զոնավորված աշխատատեղերը, բանակցությունների սենյակները, որոնք կրում են Հայաստանի հին մայրաքաղաքների անունները եւ հանգստի գոտիները, ստեղծում են ժամանակակից եւ ներշնչող աշխատանքային միջավայր։ Ժամանակի ընթացքում գիտակցեցինք, որ գրասենյակային դասական աշխատանքային մոդելը այլևս արդիական չէ եւ ցանկալի արդյունքներին չի բերում, հաշվի առնելով բանկերի թվայնացման բարդությունները։ Եվ այս կոնցեպտը դրեցինք ուսումնասիրելով տարբեր փորձեր միջազգային, հայկական շուկայում եւ ստացանք տարածք, որը ոչ միայն տարածք է, այլ նաեւ աշխատանքային նոր ֆորմատի է բերում Արշին բանկի IT թիմերին։ Սպասվում է, որ նոր IT hub-ը կդառնա գիտելիքների փոխանակման, նոր գաղափարների ծնունդի եւ կարիերայի զարգացման հարթակ, նպաստելով ինչպես Արշին բանկի, այնպես էլ Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային առաջընթացին։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։
Հայաստանի պատմության թանգարանը շնորհակալագրեր է հանձնել գործընկերներին նախորդ տարում թանգարանի հետ արդյունավետ համագործակցության մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի համար։ Ժամալրատվականի թիմը եւս անմասն չմնաց։ Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, թանգարանի տնօրենը նկատել է ավելի քան 150,000 այցելու են ունեցել, որը թանգարանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։ Դրան ի դեպ նպաստել են Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան եւ Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ միջազգային ցուցահանդեսները։ Թանգարանի տնօրենի խոսքով ներկայացված ցուցանմուշները հոգեբոր եւ արվեստի գլուխգործոցներ են, որոնց աշխարհագրությունը ընդգրկում է Եգիպտոսից մինչեւ բյուզանդական կայսրություն եւ Հայաստան, իսկ ժամանակագրությունը 4-ից 19-րդ դարերը, բացահայտելով մշակութային տարբեր շերտեր։ 2024 թվականից մեզ մոտ սկսեցինք, Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ ցուցահանդեսի կազմակերպմամբ եւ ամեն տարի նպատակ կա անկախության տոնը սեպտեմբերի 21-ը վերածել նմանատիպ նաեւ մի թանգարանային տոնի, ինչ որ նորովի արժևորելով այս մեզ համար կարևոր պետական այս տոնը եւ նաեւ հանրապետության հրապարակ նաև թանգարանային կարևոր մի առաջարկ բերել մեր հանրությանը այս տոնի շրջանակներում։ Խորհրդարանը ընդունել է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու նախագիծը, օրենքը ուժի մեջ է մտնում ոչ թե հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես, ինչը նշանակում է, որ հաջորդ երեքշաբթին ոչ աշխատանքային է։ Օրվա մյուս լուրերը մեկ տեսաշարով։ Արտաքին հետախուզության ծառայության համաձայն TRIP ուղի ծրագրի իրագործումը Հայաստանի հարևան պետությունների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ, շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Ըստ զեկույցի, այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել Արևմուտքում Հայաստան-Թուրքիա եւ Արևելքում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար, սահմանի երկու կողմում։ Նշվում է նաեւ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը տարածաշրջանում մարդկանց բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն կընձեռի, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը։ Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում 2025 թվականի վերջին գնաճը 3.3% է եղել, նոյեմբերի 3.1%-ից հետո։ Եվրասիական զարգացման բանկի տեսության մեջ նշվում է, որ դեկտեմբերին գրանցված որոշակի արագացումը պայմանավորված է սննդամթերքի արժեքով։ Դեկտեմբերին այն 4.3% է եղել, նախորդ ամսվա 3.8%-ի համեմատ։ Այս ցուցանիշի աճը կապված է համաշխարհային գների դինամիկայի հետ։ Դեկտեմբերին ծառայությունների ոլորտում գնաճն արագացել է 3.1%, նախորդ ամսվա 2.9%-ի համեմատ։ Միջազգային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին սպառողական գների աճը կպահպանվի կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշին մոտ 3.1%, 3.3%-ի մակարդակում։ Հայաստանից արտահանվող ապրանքների ընթացակարգը կխստացվի։ Վերջին շրջանում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներում ներմուծվող երկրի կողմից կարանտին վնասակար օրգանիզմներ էին հաճախակի հայտնաբերվում, ինչը խնդիրներ էր առաջացնում հայկական ծագման բեռների անխափան արտահանման գործընթացում։ Գործադիրը որոշել է խնդրի լուծման համար առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառել։ Արտահանումից առաջ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծում կիրականացվի։ Նախատեսվում է նաև պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Վերջին շրջանում դրանց արտադրությունը, շրջանառությունն ու կիրառումն աճել է։ Պատշաճ կանոնակարգման բացակայության պայմաններում այդ նյութերի ոչ վերահսկելի արտադրությունն ու վաճառքը լուրջ վտանգներ են ստեղծել մարդու եւ կենդանիների առողջության ու շրջակա միջավայրի համար։ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագծին առաջին ընթերցմամբ ազգային ժողովում կողմ քվեարկեցին իշխանական ու Հայաստան խմբակցության падգամավորները։ Որևէ падգամավոր օրինագծին դեմ չի եղել։
Ներքին գործերի նախարարությունից զգուշացնում են, Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային գողություն։ Հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Նրանք արդեն կարողանում են թիրախավորել բջջային օպերատորների միջև գործող փոստային ծառայությունը եւ որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները։ Իրավապահները խորհուրդ են տալիս երկփուլանի անվտանգություն միացնել։ Նույնիսկ եթե հանցագործներին հաջողվի մուտք գործել ձեր հաշիվ, նրանք չեն կարողանա օգտագործել այն առանց ձեր սահմանած PIN կոդի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանն այս գիշեր կնվազի ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 8 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3 աստիճան ցրտից 1 աստիճան տաքություն։ Լոռիում սպասվում է 1-ից 4 աստիճան ցուրտ։ Տավուշում 0-ից 3 աստիճան տաքություն, Հարրատում, Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան ջերմություն, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 0-ից 3 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 1-ից 4 աստիճան ցուրտ։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 7-ից 9, ցերեկը 0-ից 2, երեկոյան 6-ից 8 աստիճան ցուրտ։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։